Պատասխան դատան այլ իրավաբանների կողմից այդ հրամանը վիճարկվել է, մենք մեր մասով ինչի համար որ դիմել ենք, գնացել ենք մեր դիմացի հետևից այսպես ասած։ Հիմա ցանկություն չունեք այս ակտը վիճարկելու օրինակ այս գործի շրջանակում։ Պատասխան դատան այս հրամանը շուտով ինքը իր ուժը կողմցնել է, որովհետև նոր հրամանով նորից այդ գրքերը պետք է շրջանառվեն, ամեն տարվա համար նոր հրամաններ արձակվում։ Այսինքն այս ակտի իրավաչափությունը չեք ակնկալում, որ դատանը ստուգելու է։ Դուք ասում եք, այս ակտը իրավաչափ է, իրավաչափ չի, սա մեզ չի հետաքրքրում, մենք դիմել ենք, ասում ենք, հետ կանչեք, հետ կանչեք։ Սա է ավելացում, ասենք, որ այս դասակիրքը, որը արտադրվել է 23 թվականի եւ արտադրվել է 7000 տեսանշան բանը 6681 օրինակով եւ զուգահեռ ասենք 23 թվականին եղել է ուշացում դպրոցներում դասագրքերով ապահովման, որ 10-15 Նայմինավանյա անվանում բացակայել են եւ ուշացումով են մտել, իսկ Արցախի հանձնումից հետո չնայած այս խնդիրները եղել է, աղաղակումները եւս 500 օրինակ տպվել է, այսինքն այն, որ դա եղել է վրիպակ, պատահականություն, սա եղել է դիտավորություն, ում կողմից, տիկին նախարարը ուրիշ հարցեք այս բանի քննարկում պարոն ավելի հստակեցրեք պատասխանը։ Հստակեցնելու բան չունեմ, բացը եւ պատասխանող կողմը երկու խնդիր բարձրացրեց հայցատեսակի ձևակերպման եւ իրավունքի պաշտպանության, տեսեք հիմա գործողության կատարման կարգը մենք ուզում ենք, որ գործողություն անի, քանի որ ինքը ոչ պատշաճ վարչարություն արել եւ ինքը որպես վարչական մարմին անընդհատ ուսանավել է պատասխան տալ որոշակի հանձնարարենք, որ 1342 գիծ հրամանը օգոստոսի 3-ի 20-ին ոչ պատշաճ չէ, ոչ իրավաչափ է եւ փորձակնության Եթե ասում եք այս հրամանը ոչ իրավաչափ է, ուրեմն ձեր պահանջը պետք է լինի վերացնել հրամանը։ Չէ, ես ուղղակի ասում եմ։ Սա քանի դեռ նման պահանջ չունեք, դատարանը չի քննելու օգոստոսի 3-ի հրամանի իրավաչափությունը։ Ձեր համար իրավաչափությունը ես չեմ ուզում քննի, ես ուզում եմ ասել, որ սա եղել է իրավիճակների շարան, այսինքն փորձակնություն տվողը որ ասում եմ իրավաչափությունը չի քննարկել, դա ինչ է նշանակում, որ դուք ձեր հայցի հիմքում ասելով, որ պարտավորեցրա դատարան, որպեսզի նախարարը հետ կանչի այս դասագրքերը, չեք կարող հղում տալ հետևյալ հանգամանքին, որ քանի որ օգոստոս 23 թվականի օգոստոսի 3-ի հրամանը ոչ իրավաչափ է եղել, այս միտքը չեք կարող ասել, քանի դեռ չեք վիճարկում այդ հրամանը։ Դուք պետք է ձեր հայցը հիմնավորեք այնպիսի հանգամանքներով, որոնք կապված չեն 23 թվականի օգոստոսի 3-ի հրամանի իրավաչափությամբ։ Եթե ուզում եք այդ հրամանի իրավաչափությունը դատարանը ստուգի եւ ասի արդյոք նախարարությունը կարող է նման հրաման ընդունել, ուրեմն ձեր հայցի առարկան պետքա ներառի հրամանը վերացնելու պահանջ։ Այս պետքա ձեր համար կանխատեսելի լինի, որպեսզի ձեր համար պարզ լինի դատարանը ինչ է քննելու, ինչի վերաբերյալ է վճիռ կայացնել։ Հիմա շեշտեմ իրավաբանը իմ կներկայացնի, շեշտեմ, որ ինչ-ինչ պատճառներով դատարանքննությունը կատարվել է որոշակի ուշացումով ծանրաբեռնվածության արդյունքում, որը օբյեկտիվ կողմը եւ սուբյեկտիվ կողմը հանդիսանում, որ երեխաները շարունակում են թրքացվել, հայազրկվել, սա ժամկետի բաց թողումը, այո, ժամկետներ կան օրենքով սահմանված եւ դրա բաց թողման, վերականգնման հնարավորություններ կա օրենքով սահմանված, եթե հարգելի պատճառներ կան ժամկետը բաց թողնելու։ Բայց սա այլ ընթացակարգ է։ Այս գործով մենք սա չենք քննում, քանի դեռ ձեր պահանջը նա չի, որ վերացնել օգոստոսի 3-ի հրամանը։ Միգուցե ժամկետի բաց թողում կա հարգելի պատճառներով, միջնորդություն ժամկետի բաց թողնելը հարգելի համար է։ Սա քանի դեռ չկա, այս վերացման պահանջ միջնորդություն ժամկետի, եթե բաց թողում կա, մենք դրան չենք անդրադառնալու։ Եթե դուք ի վերջո գալու եք հանգեք այն մտքին, որ 23 թվականի օգոստոսի 3-ի հրամանը եղել է ոչ իրավաչափ,
դուք պետք է նախաձեռնեք ձեր պահանջի փոփոխություն։ Ես ուզում եմ հենց այս կետից ձեր համար պարզ լինի, որ դա քանի դեռ այդ պահանջը չկա, դատարանը իրավասու չէ որոշել 23 թվականի օգոստոսի 3-ի հրամանը նախարարի իրավաչափ է թե ոչ, օրենքին համապատասխանում է թե ոչ, ճիշտ է թե սխալ է։ Քանի դեռ պահանջը չկա այդ դատարանի լիազորությունը դա ստուգելու։ Սա ձեր համար այդ սկզբից պետք է պարզ լինի։ Իրավաբանս կավելացնի, շեշտեմ միայն մի բան։ Եթե մենք խոսում ենք իրավաչափության մասին, ես դրա մասին չեմ խոսում։ Ուղղակի տիկին նախարարը դարել է զոհ դարել, որ փորձաքննություն չի եղել, չեն եղել համապատասխան փորձաքննող մասնագետներ, մասնավորապես սիմվոլիկայի փորձագետներ, որի մասին տիկին Սվաջանյանը զեկուցել է անձամբ, չի եղել մշակութային ու չի եղել, դա նշանակում է ոչ իրավաչափ։ Ես համաձայն չեմ, որովհետև այս տեսակետից փաստարկա են արել տիկին նախարարին, ովքեր պետքա այս վարույթի շրջանակում մենք պարզենք։ Ձերքը դիպչավ թե ոսնակ Լավ, ես իմ մատնանշումը արեցի, ես իմ իրավաբանությունը ցանկացած հրամանի հիմքում ընկած հանգամանքի ճշտություն, հավաստիություն, իրավաչափություն, ինչպես որ կուզեք ձևակերպեք, ցանկացած հանգամանք, որպեսզի դա քննության առարկա, մենք պետք է ունենանք հրամանը վերացնելու պահանջ։ Հասկանալի, ապրաժն դատարան հայց այն տեսակով ինձ ներկայացվել է այդ ամբողջությամբ։ Շատ լավ, ես հիմա ամփոփեմ միջկարգման հետ կապված հարցը հետևյալ կերպ։ Նախ կարճման միջնորդություն որպես այդպիսի դատարանը չի քննարկվում, քանի որ կարճումը դա ենթադրում է գործիստեյության լուծում եւ ցանկացած պահի դատարանը երբ ունենա դիրքորոշում որ գործի վարույթի ենթակա կարճման նման որոշում կայացնի անկախ կողմերի միջնորդությունից այս պահին կողմերի համար որպեսզի հետագա դատավարությունը կանխատեսելի լինի դատարանն արձանագրում է այս պահին դատարանը չունի որոշում գործի վարույթը կարճելու մասին առաջին որովհետեւ ունենք դիմում ուղղված նախարարությանը դասագրքերը հետ կանչելու եւ ունենք մերժում։ Սա բավարար է գործ հարուցելու համար։ Ճիշտ է դիմումը հիմնավոր է թե ոչ, մերժումն է հիմնավոր թե ոչ, սա վեճ նստեյության լուծման արդյունքում դատարանը կորոշի։ Համենայն դեպս այնքանով որքանով այս որը դիմել ակնկալել է ինչ որ մի բան վարչական մարմնից եւ չի ստացել, իրավունք ունի հայց հարուցելու դատարանը։ Ինչ վերաբերում է սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության, դասեցինք այսօր կողմը հողում տվեց ծնողի իրավունքին, նորից ճիշտ է, հիմնավոր է թե ոչ, արդյոք այս այն ինչ որ ակնկալում է հայց որը դա ուղղված է այդ իրավունքին թե ոչ, արդյոք այդ իրավունքը կարելի է պաշտպանել դատարանում թե ոչ, նորից վեճ նստեյության լուծելու շրջանակում որոշվելիք հարց է։ Ամենայն դեպս այս պահին չկա որևէ հիմք պնդելու, որ հայցը ենթակա չէ դատարանում քննության, չկա որևէ հիմք պնդելու, որ հայց որն ակնհայտորեն իրավունք չունի դատարան դիմելու։ Եթե հետագայում դատարանը նորից այս հարցին անդրադառնալու կարիք ունենա, նորից քննարկելու կարիք ունենա, ես կնախաձեռնեմ այդպիսի քննարկում, քանի դեռ նման նախաձեռնություն չկա, գործի քննությունը կշարունակվի։ Այս պայմաններում ես ձեզնից ակնկալում եմ լսել հայցադիմումի հայցի դեմ առարկում եք թե չէ ըստ էության արդեն։ Հայցի դեմ առարկում ենք, պատվաշան դատարանը, քննարկեն բովանդակային մասով, ինչպես արդեն նշեցի, երբ որ դասագետները երաշխավորվում են գործածության, դրա մեջ կարգ գոյություն ունի, կարգը իր մեջ նախատեսում է գործածության երաշխավորելու համար դասագետների անցկացման փուլ է։ Այսինքն 1, 2, 3 փուլ, որում դասագետները պետք է անցնեն, այդ թվում դրա մեջ նաև ներառվում է փորձաքննությունը, խումբ է ձևավորվում փորձագետների կողմից, այսինքն բովանդակային բոլոր դասագետներին դասագետի պահանջվող բոլոր փուլերը, այսինքն պահանջները դասագետները եթե անցնում են, նոր երաշխավորում են գործածության։ Այսինքն վարչական վարույթը իրականացվել, վարչական վարույթի շրջանակներում բոլոր գործողությունները կատարվել են, այդ թվում փորձաքննությունը իրականացվել եւ մասնագետները նորից եմ ասում, ես բովանդակային մասին չեմ անդրադառնում, չեմ ասում որ նա ճիշտ որ սխալ, զուտ նկատում եմ որ դասագետները բոլոր կարգով համապատասխանող բոլոր ընթացակարգերը անցել են, այսինքն ընդունվել է արդյունքում մի վարչական ակտ, որը համապատասխանում է օրենքին, օրենքի պահանջների պահպանումը ընդունված վարչական
կամ չգիտեմ դրա հիման վրա ինչու վերաբերում է պատասխանատվության գործողության կատարման հայց, հա, հայց վրա, տեխնիկապես նախարարությունը այդպես գործառույթ իրավունք չունի, որ ուղղակի վերցնի դասագիրքը հետ կանչի։ Դասագիրքերը երաշխավորում են գործատության հրամանով, այսինքն որպեսզի դասագիրքը հանվի այդ գործատությունից, պետք է այդ հրամանի այդ մասը կամ ամբողջ հրամանը ամբողջն անվավեր ճանաչի ու ընդունվի նոր հրաման, նոր վարչական ակտ։ Այսինքն գործողության կատարման հայցն է այստեղ իրականում ճիշտ չի, բայց դե ամեն դեպքում հարցին չեն անդրադառնում։ Ուզում եմ ասեմ, տեխնիկապես նախարարությունը չունի այդպիսի իրավունք ու լիազորություն ուղղակի վերցնի դասագիրքը հետ կանչի։ Դասագիրքերը օրենքի պահանջի պահպանմամբ երաշխավորվել են գործատության։ Բնավ չեմ խոսում դասագիրքերի բովանդակության մասին, որովհետև ըստ դա էական նշանակություն չունի։ Չենք արձագանքում մի կողմը մյուս կողմի ելույթին ոչ մի ձև կատարանը չէ, ուրեմն զսպեք ձեզ։ Ավարտեցիք։ Հեռախոսները անջատում են։ Կարող եք նստել։ Այս փուլում արձագանքելու կարիք չունեք, որովհետև մենք ունենալու ենք դեռ դատաքննության փուլում, որտեղ բացման խոսքով հանդես գալու հնարավորություն եք ունենալու, այնտեղ մանրամասը կարող եք նաև անդրադառնալ պատասխանողի առարկություն ասեմ։ Այս փուլում չէ, հաջորդ փուլում ունենանք դրա հնարավորությունը, պետք է գոլերով գնանք, որ ճիշտ ընթացակարգով գնանք, հասնենք տեղ։ Հիմա լսելով երկու կողմերին է արձանագրենք, որ վեճի էությունը հետևյալն է։ Արդյոք նախարարությունը լիազորված է կատարելու այն, ինչ որ դուք պահանջում եք, այսինքն հետ կանչել կամ շրջանառությունից հանել այն դասագրքերը, որոնք դուք պահանջում եք։ Ընդ որում, նորից կրկնելով իմ նախորդում հնչած միտքը, այս ամենը անել անկախ 2023 թվականի օգոստոսի 3-ի հրամանի իրավաչափությունից։ Այս այն մենք այսպես է վեճը քննվելու եւ լուծվելու եւ դատաքննության փուլում ես կողմերից ակնկալում եմ հենց այս հարցին անդրադառնալ եւ այս հարցի մասին խոսալ։ Դուք պետք է փորձեք իրավական հիմնավորումներ ներկայացնել, թե ինչպես է, ինչով է լիազորված նախարարությունը դա անել եւ ինչպես դա անել, դուք էլ պետք է հիմնավորեք, որ նախարարությունը լիազորված չի։ Ամենայն դեպս վեճը սրա շուրջ է։ Մի փոքր ճշգրտում, քանի որ սխալը գործել է մարդու համար, սխալը գործվել է եւ սխալի ամրագրումը եղել է հրամանի տեսքով, կարգի տեսքով, ուղղակի պետք է ասել, որ սխալն է։ Դուք խոսում եք հրամանի սխալ լինելուց, հենց այդ ամբողջ հարցը։ Ես դրա մասին եմ խոսում։ Եթե խոսում եք հրամանի սխալ լինելու, բերեք պահանջ հրամանը վերացնելու մասին։ Ընդ որում, այս գործի շրջանակում էլ դուք կարող եք դա նախաձեռնել հայցի առարկայի փոփոխության շրջանակում։ Եթե այդպիսի նախաձեռնություն ունեք, դա 88-րդ հոդվածը վարչական դատավարության օրենսգրքի նախատեսում է, թե ինչպես է իրականացվում հայցի առարկայի եւ հիմքի փոփոխությունը, բնականաբար եթե նման նախաձեռնություն ունեք, միջնորդություն գրավոր պետք է ներկայացնեք հայցի առարկան փոփոխելու մասին, առարկան փոփոխելուց, եթե այդպիսի պահանջներ առեք, վերացնել 23 թվականի օգոստոսի 3-ի հրամանը, ուրեմն պետք է նաև ժամկետների հարցը քննարկվի, նախատեսված 72 հոդվածի երկրորդ մասի առաջի մասի առաջի կետով, մասնավորապես ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետ, եթե բաց եք թողել 54-րդ հոդվածը նախատեսում է հնարավորություն, միջնորդություն ներկայացնել հարգելի համարելու այդ բաց թողումը, մի խոսքով այդ ընթացակարգով պիտի անցնեք, քանի դեռ այդ ընթացակարգով չեք անցել, չենք քննարկում 23 թվականի օգոստոսի 3-ի հրամանի ճիշտ կամ սխալ լինելը։ Սա է մեր վեճի էությունը այս պայի դրությամբ։ Եթե ուզում եք ժամանակ կտրամադրեմ, մտածեք, հայցի առարկան վերջնական որոշեք, հրամանն եք վիճակում, թե թողում եք այնպես ինչպես կա, եթե թողում եք այնպես ինչպես կա, չենք խոսում հրամանի իրավաչափությունից, միայն խոսում ենք այդ հետ կանչելու լիազորություն կա, թե չկա, եթե փոխում եք հրամանի վիճակում, անցնում ենք համապատասխան ընթացակարգերով, եթե ի վերջո դա թույլատրելի լինի, խոսում ենք հրամանի իրավաչափության մասին։
մեր ընթացակարգերը։ Պատվարժան դատան, եթե թույլ կտակ, որպեսզի հասկանանք հրամանի իրավաչափությունը, հրամանի հիմքում ընկած մի շարք փաստաթղթեր պետք է քննության առարկա դարձնենք, մասնավորապես այն փորձաքննության եզրակացության մասին խոսքը, որոնցով այդ դասագրքերը փորձաքննվել են, տրվել է գրական գնահատական եւ հրաման է արձակվել գրքերը շրջանառելու համար։ Ուստի շատ տեղին է այս պահին ներկայացնել միջնորդություն, որպեսզի պատասխանողից պահանջվի փորձաքննության եզրակացությունը, որոնցով գրքերը շրջանառվել են։ Պատասխանողի ներկայացուցիչը միտք հայտնեց, որ բովանդակությունը կարևոր չէ գրքերի, մենք գտնում ենք, որ շատ կարևոր է եւ ելակետային հենց բովանդակությունն է։ Երբ որ այս հայցը պատրաստում ենք եւ առհասարակ այս գործընթացը նախաձեռնվել է, մի շարք մասնագետներ, հոգեբաններ, մանկաբարձներ, լինգվիստներ, սիմվոլիկայի մասնագետներ, իրանք ուղղակի ուսումնասիրել են դասագրքերը եւ յուրաքանչյուրը իր մասով կարծիք է արտահայտել, որ այո կա խնդիր, այո ենթագիտակցության վրա ազդեցություն ունեցող դրվագներ կան եւ կրկին անգամ պետք է փաստել, որ փորձաքննության մասնակից դարձված բոլոր մասնագետները սույն գործով պետք է վկայի կարգավիճակով հարցաքննվեն, որովհետև հարցեր պիտի դրվի, թե ինչն է պատճառը, օրինակ, որ անգամ բնաբաժանման դրանք կհասնենք, երբ որ մենք ունենանք այդ պահանջը, քանի այդ պահանջը չունենք փորձաքննության եզրակացությունը, երբ որ ձեռքի տակ լինի, դա մեզ համար հասանելի չի տրամադրվել, մեկնաբանելով, որ գաղտնի է։ Երբ որ փորձաքննությունը կլինի, մենք եթե տեսնենք, որ գոյություն ունի փորձաքննություն եւ ինչ չափանիշներով են ճանաչվել Իտանի նոր հրամանի, այսօրվա ես հասկանում եմ ինչ եք ասում, բայց նախ քանի դեռ չունենք հրամանը վերացնելու պահանջ, հրամանի հիմքում ընկած նյութերը այս գործով վերաբերելի չեն։ Մենք այս գործին վերաբերելի կդառնան այդ նյութերը, երբ որ ունենանք համապատասխան պահանջը։ Բնական դուք արտադատական կարգով եթե փորձել եք ստանալ, չեք ստացել։ Սա մի հատ ուրիշ վեճ է ձեր նախարարության մեջ, որը էլի դատական կարգով դուք կարող եք պահանջել այդ նյութերը եւ ստանալ, եթե օրենքով հասանելի է։ Մենք այս գործը չենք կարող քողարկել եւ այս գործի շրջանակում ըստ էության քննենք ձեր եւ նախարարության միջեւ վեճը կապված եզրակացությունը գաղտնի է թե գաղտնի չի, հասանելի է թե հասանելի չի, այս գործը դրա մասին չի։ Այս գործով երբ որ կունենանք դրամանի վիճարկման պահանջ քննության առարկա, հրամանի հիմքում ընկած նյութերը ստանալու ենք, քանի դեռ դա չունենք, այդ նյութերը վերաբերելի չեն, եթե ձեր ու նախարարության միջև վեճ կա եզրակացությունը ստանալու վերաբերյալ, դա առանձին վեճ է, առանձին գնացեք դատարան։ Այս գործը դրա մասին չի։ Պատվարժան դատան, բայց չէ որ մեր հայցի փաստական հիմքում նաև ընկած է դա, որ նման բացթողումներ է եղել։ Ոչ, որովհետև հրամանը չեք վիճարկում։ Այդ բացթողումները վերաբերում են հրամանի իրավաչափությանը։ Վիճարկեք հրամանը, ամեն ինչ բերենք, պարզենք, ճշտենք հրամանը ճիշտ է, սխալ է, բացթողումներ կար, չկար, օրենքով սահմանված կարգով ընդունվել, ինչպես նախարարությունից են ասում, թե ոչ։ Հրամանը չեք վիճարկում, բայց ուզում եք ես պահանջեմ այդ նյութերը եւ ստուգեմ դրանք։ Ավելացում ներկայացուցիչը նշեց, որ կանչի հիմքեր չկա եւ ես որպես հարցման տեսքով կուզենայի ներկայացնեին այն տեսակետը, իրավապ նորմերը, որով ԿԳՄՍ-ն պնդում է, որ կանչի ինչ-որ բազա չունեն իրավական։ Այդ բացնախոսքով կլսենք ապա։ Հա, հենց այդ դրա մասին։ Միգուցե ես եմ մանգամ ինչ-որ մի կետ եւ գտնեմ այդ կետը, ելակետը, նաեւ որը չի հակասում սահմանադրության, հանրակրթության մասին, իրենց լիազորություններին, որով ես այս դրա մասին եմ խոսացի, որ բացման խոսքերով դուք պետք է գտնեք ձեր նորմերը, որոնք որ ըստ ձեզ հիմնավորում են, որ պետք է հետ կանչվի այդ դասագրքերը, պատասխանող կողմից պետք է հակառակը լսեք, սա է ամբողջ վեճի էությունը այս պահի դրությամբ։ Արգելի դատարան, մի հատ գեղեցիկ խոսույթ կա,
ասում որ իմանամ ինչ ես ուզում ասեմ, կասեմ, բայց որ չգիտեմ ինչ ես ուզում ասեմ, ինչ ասեմ։ Եթե ինքը չի ասում այն ակտը, Որ որի ոչ թե պիտի իմանաք պատասխանողը ինչ է ուզում որ դուք ասեք, դուք պետք է իմանաք դուք ինչ եք ուզում։ Ես Եվ գիտեմ։ ինչով եք հիմնավորում, վերջ, ձեր գործը չի պատասխանողի ինչ է ուզում։ Դուք կարևոր իմացեք դուք ինչ եք ուզում եւ ինչպես եք դա հիմնավորում։ Պատասխանողն թող ասի ինչ է ինչ է ուզում, ինչպես է հիմնավորում։ Արգելի Դատարաններ կասի ձեզնից ով է ճիշտ բան ուզում։ Արգելի ուզածից որներ օրենքին պահանջը վերջնական հետևյալն է։ Քանի որ մենք ունենք մատաղ սերնդի զարգացման եւ տուպիկային իրավիճակի, բացում ենք քարտերը։ Դուք բացեք ձերը, ես կբացեմ իմը։ Սա բարոյական Այցի առարկան վերջնական է, թե այնուամենայնիվ ժամանակ է ձեզ պետք մի հատ մտածեք, փոխում եք, թե թողում եք, թե պնդում եք, որ վերջնական է։ մենք կմտածենք։ Մեր իրավունքն։ Երկշաբաթյա ժամկետ եմ սահմանում վերջնականապես այցի առարկայի վերաբերյալ դիրքորոշում ձևավորելու համար։ Երկու շաբաթում, եթե կլինեն փոփոխություններ, գրավոր ներկայացնում եք։ Մի օրինակը պատասխանատու, մի օրինակը դատարան։ Եթե չեմ ստանում երկու շաբաթում որևէ փոփոխություն, ուրեմն ընդունում ենք այցի առարկան այնպես ինչպես հայտարարությունում է նշված եւ այդ առարկայով գնում ենք դատաքննության։ Պայմանավորվեցինք։ Եթե կստանաք առարկայի փոփոխության վերաբերյալ միջնորդություն, ունենաք երկու շաբաթ դրան արձագանքելու։ Եթե այդպիսի փոփոխություն լինի, կսպասենք ձեր արձագանքին, հետո նոր հետագա ընթացքը լուծելու ուղղված դատավարական գործողություններ իրականացվում։ Դատականությունը այդ